$80 միլիոն վնասի վերականգնում 2025 թվականին։ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով ամփոփվել են նախորդ տարի պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշները։ Ամփոփման արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների շրջանակներում վերականգնվել է շուրջ 30 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ վնասը, որը համարժեք է շուրջ 80 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ավարտված քրեական վարույթների շրջանակներում վերականգնված է 15 միլիարդ 463 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ վնասը, որը համարժեք է շուրջ 41 միլիոն 230 հազար ԱՄՆ դոլարի։ Ավարտված քրեական վարույթներով վերականգնված վնասը 2 միլիարդ 400 միլիոն դրամով գերազանցում է 2024-ի ցուցանիշը։ Վնասի գերակշիռ մասը վերականգնվել է հարկ վճարողի միասնական հաշվին, որոշը վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Մասնավորապես վերականգնումներ են կատարվել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Արայի Մինասյանի, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին падգամավոր Արագած Ախոյանի եղբոր, ազգային ժողովի նախկին падգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին падգամավոր Նահապետ Գևորգյանի եւ նրա ընտանիքի անդամների, Հարություն Փամբուկյանի եւ նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ վերջիններիս հետ առնչվող մի շարք անձանց վերաբերյալ քննվող քրեական վարույթների շրջանակներում։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը վերաբերող գործով վերականգնվել է մոտ 75 միլիոն դրամ, ազգային ժողովի նախկին падգամավոր Արագած Ախոյանի եղբոր գործով 950 միլիոն դրամ, նախկին падգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների եւ Նահապետ Գևորգյանի վերաբերյալ քննվող գործով 1.6 միլիարդ դրամ, իսկ Հարություն Փամբուկյանի գործով 700 միլիոն դրամ։ Բացի այդ, ըստ դատախազի 2025-ի ընթացքում դատարաններ են ուղարկվել առանձնակի բարդություն ներկայացնող մի շարք քրեական վարույթներ։ Միքայել Մինասյանի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, վերջինիս հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարելու, իրավաբանական անձ ստեղծելու եւ այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելու եւ դրա արդյունքում Երևան Մոլ ՍՊ ընկերության բաժնեմասերը ձեռք բերելու կապակցությամբ քննված քրեական վարույթը երկու անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է իրավասու դատարան ըստ էության քննելու համար։ Դատախազը նշում է նաև, որ փաստացի Միքայել Մինասյանին պատկանած մեկ այլ ընկերության տնօրենի կողմից հարկերից խուսափելու մեղադրանքով դատարանում քննվող քրեական գործով արդեն իսկ կայացվել է դատական ակտ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու մասին, որից հետո հայց է ներկայացվել դատարան պետությանը պատճառված 185 միլիոն դրամ վնասի վերականգնումը ապահովելու նպատակով։ Միաժամանակ նույն պաշտոնատար անձի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարելու, իրավաբանական անձ ստեղծելու եւ այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելու եւ դրա արդյունքում Hilton հյուրանոցային համալիրի բաժնեմասերը ձեռք բերելու կապակցությամբ քննված քրեական վարույթը 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է իրավասու դատարան ըստ էության քննելու համար։ Նույն քրեական վարույթով մի շարք անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել խարդախություն, պաշտոնեական կեղծիք, փողերի լվացում կատարելու եւ օֆշորային կազմակերպության միջոցով Հայաստանին պատկանող ռազմավարական նշանակություն ունեցող ռադիո Փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասերը ձեռք բերելու համար։ Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննության ընթացքում արդեն 2025 թվականի փետրվար ամսին հանցանք կատարած անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ռադիո Փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասերը։ Ընդհանուր 8 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացություններով դատարաններ են ուղարկվել նաև Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարելու եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության 25% բաժնեմասը, Շանց ընկերության 48% բաժնեմասը եւ Օիլ Տեխնո ընկերության բաժնեմասը ձեռք բերելու վերաբերյալ քննված քրեական վարույթները։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։